Փառք Հիսուս Քրիստոսին սիրելիներս, Տեր օրհնի բոլորին, փառք Տիրոջ այս հրաշալի օրվա համար, որ նա է ստեղծել, որպեսզի ցնծանք եւ ուրախ լինենք Տիրոջ առջև, շնորհակալություն եւ գոհություն, ողջ փառքը տանք ամենակարող Աստծուն սիրելիներս, Տեր օրհնի բոլորի ընտանիքները, թող Տիրոջ խաղաղությունը, Սուրբ Հոգու ներկայությունը առաջնորդի սիրելիներս, ովքեր որ նեղության, տխրության, տրտմության, հիվանդության մեջ են, թող Տերը այցելի, ինչպես Աստծո խոսքում գրված է, թող լույս լինի եւ լույս լինի բոլորի ընտանիքներում, թող բոլոր ղազարոցները հարություն առնեն, թող քանդվի անհավատության պատերը, տխրության պատերը, վախի, տագնապի պատերը, սիրելիներս, փառք Տիրոջ այս հնարավորության համար, որ ունենք հնարավորություն մոտենալու իրագահին, որ ինք իր խաչի միջոցով բացեց երկինքը բոլորիս առջև, փառք Տիրոջը մեր փրկության, ապաշխարության եւ հավիտենական կյանքի համար, սիրելիներս, ընթերցենք Հովանու ավետարանից 3:16-ից մինչև 24-ը, հալելույա, եկեք խնդրում եմ բոլորդ հետևեք, Տեր օրհնի բոլորին, թող Տերը պարարտ հող դարձնի ձեր սրտերը, որպեսզի այս խոսքը մտնի ձեր սրտի մեջ եւ պտուղ բերի, ամեն, որովհետեւ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվավ, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա, որովհետև Աստված իր որդին չուղարկեց աշխարհը, որ աշխարհին դատի, այլ որ աշխարհը նրանով փրկվի, հալելույա, նրան հավատացողը չի դատապարտվի, իսկ չհավատացողը արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծո միածին որդու անունին, եւ սա է դատաստանը, որ լույսը եկավ աշխարհը եւ մարդիկ խավարը ավելի սիրեցին, քան թե լույսը, որովհետեւ նրանց գործերը չար էին, որովհետեւ ամեն չար գործողը ատում է լույսին եւ չի գալիս դեպի լույսը, որ նրա գործերը չհանդիմանվե, իսկ ճշմարտություն գործողը գալիս է դեպի լույսը, որ նրա գործերը հայտնվեն, որ Աստծով գործվեցավ, ամեն, ինչ հրաշալի խոսք է, Աստծո խոսքում գրված է, որ Տեր, քո խոսքը լույս է մեր ճանապարհին, փառք Տիրոջը եւ ճրագ մեր ոտքերի առջև, սիրելիներս, լույսի մասին է այստեղ խոսում է նրա մասին, որ Աստված եկել է բոլորիս համար, ամեն նրան կանչողների, փնտրողների, հոգնածների, ծարավածների, նեղությունում գտնվողների, բայց պետք է բերենք դեպի լույսը մեր հոգսերը, փնտրենք Աստծուն, կանչենք Աստծուն, բացենք մեր սիրտը ամենակարող Աստծո առջև, բացենք, գանք դեպի լույսը, գանք դեպի Հիսուսը, աղաղակները բարձրացնենք առ Աստված, որպեսզի Տերը վերցնի մեր հոգսերը, մեր ցավերը, մեր նեղությունները իր վրա, սիրելիներս, բայց երբ որ մենք չկիսվենք, չխոսենք ամենակարող Աստծո հետ, ոչինչ չի կարող անել Տերը, մենք եկեք խոստովանենք բոլորը, սիրելիներս, ապաշխարենք, բերենք մեր սխալները, մեղքերից ազատագրվենք նեղություններից, տագնապներից, կախվածություններից, գերություններից, սիրելիներս, փառք Տիրոջը նրա խոսքի համար, փառք ամենակարող Աստծուն, Տերը տալիս է հնարավորություն, սիրելիներս, Տերը տալիս է հնարավորություն ապաշխարելու, մեր վրա դատապարտություն չկա, ունենք այդ հնարավորությունը, բոլոր նրան հավատացողները, Աստծո խոսքում գրված է, նրան հավատացողը չի դատապարտվի, եթե դու հիմա այսօր հավատում ես ամենակարող Աստծուն սիրելիս, եղբայրս կամ քույրս,
բացիր ավետարանը, ընթերցիր Աստծո խոսքը եւ Աստծո խոսքը լույս կլինի քո կյանքի համար, քո բոլոր իրավիճակների համար, սիրելիներս, երբեք չհուսահատվեք, երբեք չհանձնվեք, մեր Տերը տվել է Աստծո խոսքը, իր խոսքը, որպեսզի կյանք ունենանք եւ ավելիով ունենանք, հալելույա, ամեն, Տերը օրհնի բոլորին, ամեն։